ընտրակեղծիքների, խախտումների, իշխանություն, ընդդիմություն, փոխադարձ մեղադրանքների եւ հետընտրական գործընթացի մասին խոսելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուհա Սողոմոնյանի հետ։ Բարի երեկո, պարոն Սողոմոնյան։ Ընտրությունից անցել է գրեթե 2 շաբաթ, բայց ներքաղաքական զարգացումները տեղի են ունենում հենց այդ ընտրության շուրջ, թեմայի շուրջ։ Նախ ինչպես կգնահատեք 2026-ի խորհրդարանի ընտրությունը քաղաքական եւ ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Ընտրություն ընդհանրապես այդ բառը եկեք մի հատ նայենք։ Ընտրություն նշանակում է ազատություն։ Երբ որ դու ազատ ես ինչ-որ բան, քեզ առաջարկված բաների մեջ ընտրելու։ Այսինքն ազատությունը ամենակարևոր չափանիշն է ընտրության։ Երբ որ քեզ ինչ-որ բաներ են առաջարկում, բայց վրադ գոռում են միևնույն ժամանակ, ասում են՝ «Դե ընտրի», այդ ժամանակ դու չես կարող ընտրել։ Այն աղմուկը, ինչ որ տեղեր ունենում այս ամբողջ ընտրական գործընթացի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, հասկանալի է, որ այստեղ ազատ ընտրություն չկար եւ չերել կարող լիներ։ Եվ այն ծավալի խախտումները, որոնք ի վերջո բերեցին, հանգեցրեցին ընդդիմադիր ձայները, Բարգավաճ Հայաստանի ձայները լկտիաբար խլելու այս կուլմինացիային, սա խոսում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ պարզապես տեղի չունեցան։ Կեղծված, անարդար, անազատ ընտրությունների իմիտացիա էր, բեմականացում էր։ Եվ այս իշխանությունները խոսում են ընդդիմության կողմից ընտրակաշառքների մասին, մինչդեռ առաջի մեծ ընտրակաշառք բաժանողները իրենք էին, հա, որովհետև 2 ամիս առաջ ընտրություններից մեկ էլ իմանում ենք, որ զանգվածաբար ընտրակաշառք են տալիս։ Այդ մասին, այսինքն խոսքը թոշակառուների 10,000 դրամ թոշակների մասին է, ու երբ որ մենք գնում ենք հանդիպումներ ենք ունենում տարեց մարդկանց հետ նախընտրական քարոզչության շրջանում, այդ մարդիկ ընկալում են բյուջեից այդ տրված փողը, որը որ պլանավորված չէր 2026 թվականի բյուջեում, իրենք ընկալում են դա որպես պետության ղեկավարի բացառիկ շնորհ, որ տվել է իրենց։ Դա այդպես են ընկալում, ասում են ինքը բարձրացրեց մեր թոշակը։ Ինքը բարձրացրեց թոշակը, այն պարագայում, երբ որ այդ թոշակի մասին բան չկար։ Սա ինչ է, եթե ոչ ընտրակաշառք, սա հստակ ընտրակաշառք է։ Մի քանի ամիս առաջ նշում էր, որ չի բարձրանալու եւ դա բան չի փոխի թոշակառուների կյանքում։ Այո, ասում էր, որ 10,000 դրամ ինչ պետք է անի։ Խոսում են 3 ուժի հիմնականում՝ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին։ Եվ ոչ միայն խոսում են, այլ նաև իրավապահ մարմինները գործեր են հարուցել եւ այդ գործերը ընթանում են, մարդիկ են ձերբակալվում, մարդիկ են կալանավորվում եւ այլն։ Եկեք մի հատ էսպես նայենք։ Բնականաբար այն ուժերի հետ կարող է այդպիսի թեմաներ լինել, ընտրակաշառքի տեսական հնարավորություններ կան, որտեղ որ ֆինանսական ռեսուրսներ կան։ Հիմա այս տեսանկյունից եկեք նայենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, շատ մեծ կուսակցություն եւ ահռելի ֆինանսական ռեսուրսների տիրապետող կուսակցություն։ Այդ ինչպես եղավ, որ իրավապահ համակարգը ոչ մի գաղտնալսում չարեց այդ քաղաքացիական պայմանագրի շտաբերի ղեկավարների, համակարգողների գործունեության հետ կապված։ Այդ ո՞նց եղավ, որ մի կողմում լրբեր են, մյուս կողմում սրբեր են, հա? Այդ ինչպես է այդպես լինում։ Այսինքն մի անգամ ինչ որ գաղտնալսում չեղավ, այդ ո՞նց եղավ, որ օրինակ ենթադրենք այդքան դպրոցի խոսում են, որ դպրոցի տնօրեններ, գյուղապետեր, մարդկանց են հանրահավաքի բերում, հազարումի բաների մասին, հա, ո՞նց եղավ, որ մի հատ գործ չհարուցվեց։ Եվ բացի դրանից, ընտրությունների շրջանում, նախընտրական քարոզչության շրջանում մի շատ զազրելի երևույթ էր տեղի ունենում։ Երբ որ ինչ-որ մարդկանց հետ կապված գործեր էր հարուցվում, քաղաքական ուժերի անդամ մարդկանց հետ գործեր էր հարուցվում, ընտրակաշառք, առերևույթ ընտրակաշառք բաժանելու թեմայով եւ իրավապահ մարմինների հաղորդագրությունների մեջ նշվում էին քաղաքական ուժերի անուններ, կոնկրետ նշվում էին քաղաքական ուժերի անուններ։ Սա անթույլատրելի, անընդունելի բան է, սա այդ իրավապահ համակարգի մարմինների իրավասությունների վերազանցման նման մի բան է, որովհետեւ կա անմեղության կանխավարկած, եւ եթե դու այդ մարդու հետ կապված, անձի հետ կապված ինչ որ մի հատ խնդիր է առաջացել եւ դու նախաքննություն ես բանում, ինչի ես նախընտրական քարոզչության շրջանում հրապարակում այդ ուժի անունը։ Շատ պարզ այն պատճառով, որպեսզի հանրության մոտ ձևավորվի զգացում, որ այս ուժը սրանք ընտրակաշառք բաժանող ուժեր են։ Հա, եւ այսինքն ինչ է այստեղ տեղի ունենում, որ պետական ռեսուրսը, տվյալ դեպքում իրավապահ մարմինները, երբ որ հաղորդագրություն են
անում եւ ըստ էության քաղաքականության մեջ են սկսում խառնվել, երբ որ իրենք իրավունք չունեն, նույնիսկ մարդու անունազգանունը չպետք է հրապարակեն, ինչ որ մի շրջան, հա, անվան առաջի տարերն են հրապարակում սովորաբար։ Իրենք սկսում են զբաղվել քաղաքականությամբ, իրավապահ համակարգը ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ։ Եվ հենց այդ միայն այս ընտրակաշարքների հետ կապված թեման, երբ որ դիտարկում ենք, մենք տեսնում ենք, թե ինչ հասարակության տրամադրության, ազատ կամարտահայտության վրա ազդելու ինչպիսի ստոր մեխանիզմներ են գործադրում, որի պարագայում մենք կարող ենք ասել, որ ընտրություններ պարզապես չեն կարող լինել, որովհետև հանրային կարծիքը զանգվածաբար ենթարկվում է մոլորեցման, մանիպուլյացիայի։ Խոսեցիք նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանում արձանագրված միջադեպերի մասին, խոսքը ձերբակալությունների անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունների մասին է, այս ամենը համադրելով ինչ վտանգավոր միտում եք նկատում, ինչ վտանգավոր նախադեպ է ձևավորվում այս ամենի ֆոնին։ Վտանգավոր բաները շատ են։ Նախ եւ առաջ ընտրությունների ինստիտուտը հեղինակազրկվում է եւ իմաստազրկվում է այսօր։ Ամենաահավոր բանը, որ տեղի ունեցավ այս օրերին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 3 տեղամասերում, որտեղ որ Բարգավաճ Հայաստանը նորմալ այսպես ձայներ էր հավաքել, այդ ընտրատեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելն էր եւ վերաքվեարկության մասին որոշում չկայացնել, այսինքն որ չպետք է տեղի ունենան վերաքվեարկության որոշումներ, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանի օգտին քվեարկած մարդկանց մեծ մասի ձայները գնացին Փաշինյանին։ 5 մանդատից 3-ը, որ պետք է լիներ 5 մանդատ պետք է ունենար Բարգավաճ Հայաստանը, գնաց Փաշինյանին, որի արդյունքում Փաշինյանը պարլամենտում 3/5-ի պատգամավորական մեծամասնություն է կարողանում կազմել։ Սա լուրջ հարված է պետականության հիմքերին։ Քաղաքացին այլևս կորցնում է վստահությունը ընտրության նկատմամբ, ընտրության ինստիտուտի նկատմամբ, գիտակից քաղաքացին, որովհետև նա ասում է, եթե այսօր այսպես են անում, այսպես բացահայտ լկտի ձևով են իմ մանդատները, իմ տված մանդատը տալիս են մեկ այլ ուժի, իմ չուզած ուժին, հա? Ես վաղը գնամ, ինչքան էլ մենք գնանք, ինչքան էլ խրախուսենք ընտրություններ ու մարդիկ գնան ընտրությունների, այս անգամ 3 տեղամաս էին չեղյալ հայտարարել։ Մյուս անգամ 13 տեղամաս չեղյալ կհայտարարեն, 33 տեղամաս կամ 63 տեղամաս չեղյալ կհայտարարեն եւ կասեն, որ այդ վերաքվեարկություն այլևս անհրաժեշտ չէ, ինչքան որ իրենց պետք է, այն հայտնի խոսք ասում են, ինչքան պետք է կխփենք, ինչի դեմ անընդհատ իրենք խոսում են, հիմա ինչքան պետք է խփում են փաստորեն։ Շատ ակնհայտ կերպով։ Եվ սա շատ լուրջ հարված է մեր պետականությանը, որովհետև Հայաստանը սրանով անցում է կատարվում ավտորիտարիզմից դեպի բռնապետության, որտեղ մարդիկ կորցնում են ընդհանրապես հույսը, որ ընտրությունների միջոցով կձևավորեն իշխանություն, իսկ մինչդեռ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իշխանությունը իրականացնում է ընտրությունների միջոցով։ Սա մեր սահմանադրության երկրորդ հոդվածն է։ Մի խոսույթ էլ է իշխանությունը դաշտ գցում, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ ով քվեարկել է ընդդիմությանը, ընտրակաշարքով է քվեարկել, այսինքն ընտրակաշարք է ստացել եւ կաշառակեր է, այսպես ասած։ Այս խոսույթը ինչ հետևանքներ կարող է ունենալ, դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունը։ Սա իհարկե ամենաթողության ցայտուն դրսևորում է, եթե մենք Հայաստանի Հանրապետությունում ունենայինք օրինակ իսկապես անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողով, անկախ հակակոռուպցիոն կոմիտե, անկախ դատախազություն, գլխավոր դատախազություն, ապա այսպիսի հայտարարությունները անհետևանք չէին մնա։ Այսպիսի հայտարարությունների առնչությամբ կնախաձեռնվեին իրավական գործընթացներ եւ ինքը ստիպված կլիներ պատասխան տալու այդ ամեն ինչի համար, որ բացահայտ կերպով 100 հազարավոր մարդկանց բացահայտ կերպով վիրավորում է, զրպարտում է եւ դրա արդյունքում ոչ մի իրավական գործընթաց տեղի չունենում։ Ամբողջ խնդիրը սրանում է, որ ինքը այս ընտրությունների միջոցով, այս ընտրությունները ջարդելու միջոցով ուզում է ցեմենտել իր բռնապետական համակարգը։ Այսօր մենք տեսանք, որ կալանավորեցին Դավիթ Ղազինյանին, ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու։ Իրենք փորձում են այսօր այս հետընտրական շրջանում նաև քաղաքական ուժերի, առավել ազդեցիկ, առավել պինդ
մարդկանց մեկուսացնել գործընթացից, որպեսզի կարողանան իրենց գերխնդիրը Ալիևյան սահմանադրությունը Հայաստանին պարտադրելն է։ Ինչքան հնարավոր է փորձել տարբեր ուժերի падգամավորների մեջ այսպես ճեղքեր գտնել, մարդկանց փորձել բերել իրենց դաշտ, ապահովել 2/3 սահմանադրական մեծամասնություն, որպեսզի հայ ժողովրդի վզին փաթաթեն Ալիևի սահմանադրությունը։ Դեռ կանդրադառնանք սահմանադրական մեծամասնության հարցին, բայց նախքան այդ այս խախտումների վերաբերյալ ընդդիմությունը պնդում է, որ չի ընդունում, այսինքն ընտրության արդյունքները, պնդում է, որ կեղծված է եղել եւ իրական պատկերը չի արտացոլում։ Եթե այս բոլոր պնդումները հաստատվեն, կարող է այս հարցը հասնել միջազգային իրավական հարթակներ։ Ցավոք սրտի այսօր միջազգային իրադրությունը այնպիսին է, միջազգային քաղաքականությունը այնպիսին է, որ միջազգային իրավունքը հնարավորինս ավելի քիչ է աշխատում։ Քաղաքականությունը գերակայում է իրավունքի նկատմամբ, քաղաքական շահերը գերակայում են իրավունքի նկատմամբ, վկայությունը այն է, որ այս լկտիությունները, որ տեղի են ունենում, ժողովրդավարության այս ոտնատակ տալը, որ տեղի ունենում Հայաստանում, մեր գործընկեր երկրները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք որ պատասխանատու են ընդհանուր առմամբ միջազգային իրավակարգի համար, աչքները փակել են, որովհետեւ այստեղ մեր տարածաշրջանում իրենք դադարել են իրենց քաղաքականությունը կառուցել արժեքների վրա, այլ ավելի շատ շահերի, չոր կարճաժամկետ շահերի վրա են կառուցում եւ այդ պատճառով իրավական գործընթացների հավանականությունը ընկել է։ Մի տեսակ ստեղծվել է մի իրավիճակ, որ հայ ժողովուրդը կարծես մենակ է մնացել։ Հայ ժողովուրդը մենակ է մնացել ինչ որ շահերի, միջազգային շահերի խմբի մեջ, որոնց ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։ Բայց համենայն դեպս դա չի նշանակում, որ պետք է ուղղակի այդպես լուր մնալ։ Գիտեք, սա շատ մեծ փորձություն է, շատ մեծ փորձության միջոցով ենք մենք անցնում, բայց ինչպես որ բնության մեջ է տեղի ունենում, որ գայլերը երբ որ հարձակվում են, ասենք ինչ որ եղնիկների վրա, թույլերն են սովորաբար ընկնում եւ այդ թույլերի ընկնելով ուժեղները մնում են եւ այդ ուժեղների գեները ավելի ուժեղանում են։ Այնց ամբողջ խնդիրը սրանում է, սա գոյության կռիվ է, սա տեսակի կռիվ է եւ մենք պետք է կարողանանք այս կռվից ուժեղացած դուրս գալ եւ հնարավորություններ ես տեսնում եմ ուժեղացած դուրս գալու։ Իսկ եթե ընդդիմությունը նշեցի, որ չի ընդունում ընտրության արդյունքը, սա կարող է վերաճել քաղաքական երկարաժամկետ քաղաքական ճգնաժամի։ Ամեն ինչ դրան է տանում իհարկե, ամեն ինչ Փաշինյանը բնականաբար նորից եմ ասում, ձգտելու է անել այնպես, որ պարլամենտում ինքը լինի մեծամասնություն, բոլոր քաղաքական ուժերին ընդդիմադիր բոլոր գործիչներին, հանրային գործիչներին, ազատ խոսք ասող բոլոր մարդկանց ճնշի, ազատ խոսքը վերացնի։ Նրա առջև դրված է այդ խնդիրը, որովհետև նա իր քաղաքական տերերին ունի այդպիսի տված խոստում եւ դա պետք է անի, մեր պարագայում գիտակից քաղաքացիների պարագայում, ընդդիմության պարագայում մենք պետք է այս ամենին հակադարձենք, այսինքն քաղաքականությունը այստեղ միայն չի սահմանափակվելու խորհրդարանով եւ սխալ կլինի, որ միայն խորհրդարանով սահմանափակվի եւ ամբողջ ազգը մնա դիտորդի դերում կամ քաղաքական հասարակությունը եւ քաղաքացիական հասարակությունը մնա դիտորդի դերում եւ քաղաքականությունը տեղափոխվի միայն պարլամենտ, այսպես բնականաբար արդյունավետ չի լինի։ Քաղաքացիական պայմանագիրը կառավարություն ձևավորում է, բայց սահմանադրական մեծամասնություն չունի։ Սա գործնականում ինչ է փոխում ու արդյոք նոր խորհրդարանում քաղաքական հակակշիռներն ավելի ուժեղ կլինեն։ Գիտեք, դեռ եկեք մի քիչ վաղ է պնդելու համար, որ ինքը ձևավորում է 3/5-ը, որովհետև արժևում դեռևս սահմանադրական դատարան կա, սահմանադրական դատարան, որից անկեղծ ասած իմ հույսերը այդքան մեծ չեն, բայց այդ սահմանադրական դատարանն էլ պետք է այնպիսի հանրային օրենքի շրջանակներում հանրային այնպիսի ճնշում լինի սահմանադրական դատարանի վրա, ես բանի նկատի ունեմ, հա, այսինքն հանրային խոսքի տեսանկյունից ճնշում, որովհետև այսօր մարդկանց յուրաքանչյուր խոսքին, յուրաքանչյուր արտահայտությանը այնպես են հետևում, որ պետք է այդպիսի ճնշում լինի, որ սահմանադրական դատարանը կատարի
իր գործառութային առաքելությունը, հասկանալով, որ պատասխան է տալու այն բոլոր դատավորները, ովքեր որ չկատարեն իրենց ֆունկցիոնալ այսպես առաքելություն, իրենք դրա համար հետագայում պատասխան են տալու։ Այնպես ինչպես որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապօրինի քայլ կատարեց եւ դա բերելու է հետագայում իրավական գործընթացների։ Եկեք դրա համար որ այսպես չշտապենք դեռևս, ասենք, այո, մարտահրավեր է նետված, մեզ մարտահրավեր է նետված։ Կարող է այնպիսի իրավիճակ ունենանք, որ Փաշինյանը այսպես ավարտին հասցնի իր բռնապետությունը, այո, կարող է ունենալ եւ պայքարը քաղաքական պայքար, ինչպես խորհրդային տարիներին էր, տեղափոխվի ընդհատակ, այլախոհական կազմակերպություններ ձևավորվեն եւ այլն, շատ հնարավոր է այդպես էլ լինի։ Բայց նաեւ պետք է մի բան էլ հասկանանք, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է այսօրվա նրա այդ բռնկումները, այդ վիճակը ցույց է տալիս, որ նա ուժեղ չի, նա ուժ չունի հանրության մեջ, նա տեսնում է, որ հանրության շրջանում չունի այլևս վստահություն։ Եկեք չխափնվենք այդ 727,000 ձայնի հանգամանքին։ Շատ լավ հասկանալի է, որ այդ 727,000 ձայնի մի զգալի մասը վարչական ռեսուրսի, ճնշումների, ստիպողականության արդյունքում քերված ձայներ են։ Նա իրականում ուժ չունի ժողովրդի շրջանում։ Իսկ աշխարհաքաղաքական իրադրությունը կարող է փոխվել, իրականությունը կարող է փոխվել եւ նա այլևս ինչպես այսօր անհրաժեշտ է իր քաղաքական տերերին, կարող է վաղը այլևս իր տերերին անհրաժեշտ չլինել եւ այդ պարագայում կհայտնվի շատ վատ վիճակում։ Դրա համար մեզ պետք է որ պինդ մնանք եւ դիմանանք։ Իսկ արդյոք տեղի ունեցող ճնշումները անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին թույլ չեն տալիս լքել երկիրը, քրեական վարույթներ են հարուցում, այս ամենը արդյոք չի կարող հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծել։ Միտված է վախի մթնոլորտ ստեղծելու։ Այո, միտված է վախի մթնոլորտ ստեղծելու։ Եվ ոչ միայն դա, դասախոսների կալանավորը ձերբակալելու եւ լրացնելու դեպքը, համասարանում ամբիոն փակելու դեպքը, այդ ամեն ինչը բնականաբար միտված է հենց այդ վախի մթնոլորտը ստեղծելու։ Դրա համար յուրաքանչյուր ոգ, յուրաքանչյուր մարդ պետք է իրեն այդ հարցը տա։ Ինչի համար եմ ես ապրում։ Կարող եմ ամբողջ կյանքս այսպես գլուխս կախ ապրել, կարող եմ վախեցած ապրել։ Եվ պատասխանը պետք է լինի, որ ոչ։ Նորմալ մարդու իմաստը նրա է, որ ինքը չպետք է միշտ հոսանքի ուղղությամբ գնա, չպետք է կոնֆորմիստ լինի, քամին որ ուղղությամբ փչի, իր նավի կայում է այն ուղղությամբ թեքի, եւ պետք է այդ ամեն ինչին դիմակայել։ Եվ հենց առիթը օգտագործելով այսօր խորհրդարան անցնող ուժերին շատ անհրաժեշտ է եւ ընդհանուր առմամբ ընդդիմությանը, որ համընդհանուր մի այդպես կոնսոլիդացիոն միջավայր ֆորմուլա ձևակերպվի եւ այստեղ շատ հնարավորություններ կան։ Արդյունավետ օրենքի սահմանադրության շրջանակներում, սահմանադրականության շրջանակներում այս իշխանությունների դեմ պայքարելու, իրենց թեզերը ջախջախելու, արդյունավետ հավատացեք շատ միջոցներ կան։ Իրենք արդեն տեսնում են, որ շատ հարցեր այսպես տապալել են։ Առաջիկայում մեծ իրենք խնդիրներ պետք է ունենան սոցիալական ոլորտի հետ կապված, այսօր իսկ արդեն ակնհայտ է օրինակ այդ համընդհանուր ապահովագրության տապալման հանգամանքը, մեծ խնդիրներ են ունենալու այս իշխանությունները, որովհետև իրենք տապալեցին փաստորեն երկրի կառավարումը։ Եվ ընդդիմությանը անհրաժեշտ է դիմանալ այս հարվածներին, համախմբվել, կոնսոլիդացնել եւ դիմադրությունը շարունակել ինչպես պարլամենտում, այնպես էլ պարլամենտից դուրս։ Իհարկե ասվածս թող չընկալվի որպես կանխակալ վերաբերմունք մանդատներ ընդունելու հարցի վերաբերյալ, որովհետև մանդատներ ընդունել-չընդունելը ինքնանպատակ չպետք է լինի։ Ոչ ընդունելը պետք է լինի ինքնանպատակ, ոչ էլ չընդունելը։ Ադրբեջանն էլ է բավականին ակտիվ քննարկում ընտրության արդյունքը եւ գլխավոր հարցը հենց սահմանադրության փոփոխության հարցն է։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակը հենց դա է քննարկում։ Հնարավոր է արդյոք նման արդյունքով հասնել սահմանադրության փոփոխության։ Այս ընտրության արդյունքները խառնեցին Բաքվի հաշվարկները ձեզ։ Ես կարծում եմ, որ խառնեցին, որովհետեւ Բաքուն տեսնում է, որ այս ժողովուրդը չի ուզում իր սահմանադրությունը, իր պարտադրած սահմանադրությունը։ Մարդ ընտրելը մի բան է, սահմանադրության օգտին քվեարկելը մեկ այլ բան է։ Մարդիկ երբ որ գնում են Նիկոլ Փաշինյանին են ընտրում կամ Նիկոլ Փաշինյանի ինչ որ
թիմի այլ ներկայացուցիչներին սիրելով են ընտրում, ինչ որ միտեղ մի մարզպետի սիրելով են ընտրում, ինչ որ միտեղ մի падգամավորի սիրելով են ընտրում, կամ Փաշինյանին ասենք սիրելով են ընտրում, կամ ասենք մարդիկ, ովքեր որ վարչական ռեսուրս ունենալով մոբիլիզացնում են, խմբեր են բերում, մեքենայով են բերում, չգիտեմ, համոզելով են բերում, ինչով են բերում, հա, սա մի բան է, երբ որ խոսքը վերաբերում է անձին։ Մեկ այլ հանգամանք, երբ որ խոսքը վերաբերում է սահմանադրությանը։ Ի վերջո, այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Փաշինյանը ունի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարզ մեծամասնության աջակցությունը։ Այն էլ այսպիսի պայմաններում, այսպիսի ընտրախախտումների պայմաններում, այսպիսի աղմուկի, սպառնալիքի, միջազգային ճնշման, միջամտության պայմաններում չստացավ Փաշինյանը ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Հետևաբար, երբ որ կգա այդ պահը, Աստված մի արածցե, որ մենք հասնենք այդ օրվան, երբ որ Ալիևյան սահմանադրությունը դրվի հայ ժողովրդի դատին, Աստված մի արածցե, որ գա այդ օրը, բայց եթե նույնիսկ այդ օրն էլ գա, մենք էլ պետքա մեր տեղում լինենք հանրությանը ներկայացնելու համար, որ դա իսկապես արվում է նրա համար, որպեսզի գերեզմանվի, վերջնականապես գերեզմանվի Արցախի հարցը, որ այդ սահմանադրությունն ընդունվում է նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հողը սեփականության իրավունքով ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանի, այլև Ադրբեջանի քաղաքացուն պատկանի, որ դա արվելու է նրա համար, որպեսզի ինչպես Փաշինյանն է հակասահմանադրական խոստում տվել կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար եւ մեր եկեղեցու Սուրբ Թադեի հիմնադրած մեր եկեղեցին տապալելու, կազմաքանդելու համար, ես կարծում եմ, որ այդ օրակարգը հայ ժողովուրդը պարզապես չի կարող ընդունել։ Շատ շնորհակալ եմ, Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։